մեզ հարկավոր է այսօր պարտադիր ձևով, համազգացության կներես, մեզ այսօր պարտադիր ձևով հարկավոր է մենք գիտակցենք, որ պետք է կանգնենք բանակին թիկունք լինենք, ամեն բնագավառով, եթե մեր զինվորը իմացավ, մեր սպան, որը սահման է պահում, որը պատասխանատու է մեր զինվորների, մեր հողերի համար, մեր զինվորի կյանքի համար, իրանք իմացան, որ մենք թիկունքից մեծ պաշտպանենք մեր սահմանապահին, մեր զինվորին, թուրքը Ղալաթարը իր բոլոր տեսակ հրթիռներով ու ռմբակոծություններով, Ղալաթարը, թիկունք պետք է լինենք մենք իրանց, ես գիտեմ ինչից եմ խոսում, խի եմ խոսում, ժողովուրդ ջան, հիմնական այսքանը իմ կարճ եթեր կուզեի լիներ այս ամեն ինչի մեջ, ժողովուրդ ջան, ուղղակի հարգելի Արիանա, նորից եմ Արիանա Բազեյան, նորից եմ դիմում ձեզ, վերականգնեք ձեր հոգեբանությունը, երկիրը հնես չեն սիրում, հայրենիք հնես չեն սիրում, որ դնեն հայրենասերներին անպատվեն կամ չգիտեմ ինչ անեն էլի, Գորջան ճիշտ ես դու, Գործ Եթրակյան, ճիշտ ես եղբայր, կարամ ասեմ չէ, ճիշտը ճիշտ է մնում, այդպես է, պետք է գիտակցենք ու իրար գանք, ամենայն դեպս այսքանն էր իմ եթերը հիմնական, եթե ինչ-որ մեկը կա, որ կփորձի ինձ մեղադրի մեր գերիներին բերելու մեջ, Ղալաթ է արել ինքը, ես այսքան բան կարամ ասեմ, հիմա լսվում է ախբերություն, եթե լսում եք, ես խնդրում եմ մի հատ ինձ ասեք, որ լսվում է, ու ես շարունակեմ էլի իմ խոսալը, հարմարա կապը, շատ բարի է Ռոզան ջան, որ լսվում է, ուրեմն շատ լավ է, ուրեմն նպատակը իմ ուղի եթերի, ճիշտ ասած միտք չունեի ուղի եթեր մտնելու, բոլորիս համար էլ պարզ է, թե այդ Ալիևի հորդորանքները ինչ էր, մեր ազատամարտիկների, հրամանատարների վրով և ընդհանրապես մեր բանակի լուծարման վրով, ուղղակի մի թեթև ես ուզում եմ ուրիշ բանից խոսամ, ինձ վերաբերվող բանից, մեր ընկերները ուղարկել են մի ոնց է կոչվում նյութ, որտեղ գրված է հայ լինելը ճակատագիր է, այս վերնագրով, և վերջում կոմենտարիաների մեջ կարդում եմ մեր ընկերները Եվրոպայից ուրեմն զգուշացրեցին ինձ, որ ինձ մեղադրում են Արիանա Բազեյանը, ես իրան զգուշացրել եմ, որպեսզի ինքը նայի այս եթերը, Արիանա Բազեյան, ուխտատերը, ընդեղ Սասուսի Դավիթի նկարով էլ իրա բանն է, ես սույց տամ հեսա իրա էջը, այս է, ուրեմն իմ նկարն է դրել Արիանա Բազեյան, նայեք, և ինչա գրած, ժիզն պլենիխ վաժնե չեմ կարտի զամինիրովնե Աղդամը, վիտոգը Արցախ վաշլի բրագի, չերեզ Աղդամ, ուրեմն Իրանը տեղը մեր ազգակիցներից Վիկտոր Վահանյանը, ուրեմն հարց է տալիս, ասում է Արիանա ոնց կարար Գորյունը այդպեսի բան աներ, ինքը բնայեք իր էջը հաղորդումները, եթե վիդեոն գտնեմ կուղարկեմ, ես ուզում եմ մի բան ասեմ քեզ, արգելի Արիանա, չեմ ուզում բորբոքված վիճակով
ուրիշ բաներ ասեմ, բայց ես խնդրում եմ ամեն ինչը ճշտեք, հետո նոր ուրեմն մարդկանց հասցեին ինչ-որ բաներ գրեք, եթե աղդամով են մտել թուրքերը Արցախ, դա այստեղ Գորյունի մեղավորությունը չկա ոչ մի բանում, որովհետև աղդամից ոչ մի քարտեզ ես չեմ տվել թուրքերին։ Ես մեր անվտանգության միջոցով, ուրեմն այն ինչ որ խոսում եմ, Նոյան Տապանի եթերով ես խոսել եմ այդ մասին եւ հենց դրա համար էլ, ասենք, Ալիևը ինձ որպես, չգիտեմ, արդեն որորդ անգամ նորից ռոզիսկի մեջ տվեց, միջազգային ռոզիսկ տվեց, որովհետև ես նախ քարտեզները լրիվ չտվեցի իրանց եւ ես տվել էի Քյալբաջար Լաչին հատվածի սահմանագծում գտնվող Կորչու գյուղում, ուրեմն կատարած մինապատված տարածքներից ընդամենը երկու քարտեզ եմ ես հանձնել, որոնց միջոցով բերել եմ 15 ռազմագերի։ Քյալբաջարը որտեղ իմիջիալոց Քյալբաջարը հենց 44 օրյա պատերազմից հետո Հարգելի Արիանա ջան, 44 օրյա պատերազմից հետո Քյալբաջարը առանց որևէ կրակոցի Լաչինի հետ հանձնեցին թուրքերին, առանց որևէ կրակոցին, դրանից հետո, 3 տարի հետո նոր ուրեմն տեղի ունեցավ մեր Արցախի հայաթափումը, այնպես որ ճշտեք մի բան, եթե չեք իմանում, ես նայեցի ձեր էջը, տենում եմ, որ շատ հայրենասիրական, այդպես դրվագներ կան ձեր էջում, բայց ուղղակի ես խնդրած կլինեմ, որպեսզի դուք Արիանա Բազեյան ճշտեք ամեն ինչը մարդկանց մասին, հետո նոր կարծիքներ անեք ու նմանատիպ նկարներ, գրեք, տարածեք, մարդկանց պատվի հետ մի խաղացեք, ես թույլ չեմ տա իմ պատվի հետ խաղան, ես իմ ամբողջ կյանքը ներդրել եմ, ուրեմն մեր հայրենիքի, մեր ազգի, մեր բանակի, մեր զինվորի համար եւ այդ բանը թույլ չեմ տա, որպեսզի լինի եւ Վիկտոր Վահանյանին էլ եմ ուղարկել ես էջը, որ 11:30 պետք է մտնեի ես ուղիղ եթեր, որպեսզի ինքն էլ կարդար եւ կարողանար պատասխան տար, ուրեմն Արիանային տվյալ հարցի պահով, իհարկե այս կոմենտների տակ ես գրել եմ եւ Վիկտորին պատասխանը գրել եմ եւ իհարկե Արիանային նույնպես զգուշացրեցի, որ բանալնի, ուրեմն Հասմիկ Ասլանյանն էլ Վիկտոր Վահանյանին ասում է, որ ապացույցներ բերեք, որ Կորյունը այդպեսի բան արել, Կորյունը արել է այնպեսի բան, որ տվել է Քյալբաջարի, ուրեմն ոնց է կոչվում, Կորչու գյուղի մոտ կատարված մինապատված քարտեզներից փոխանակում արել 15 գերու հետ եւ ճիշտ եմ արել, այն ինչ որ արել եմ, սրանում ինձ ոչ ոք չի կարողանա մեղադրի եւ համոզված եմ, որ բոլորն էլ կողմ կլինեն, որ այդ քայլը անելը շատ ճիշտ էր։ Այս մասին էի ուզում առաջնահերթ ես Ռոզան ջան, ես չգիտեմ Արիանան ով է, թե իր ամուսինը կամ տղաները ուր են եղել պատերազմի տարիներին, չեմ կարող ես այդ հարցին պատասխանեմ, ճիշտ ասած ինձ չի էլ հետաքրքրում, շատ շատերը կամ որ փախած են եղել, կամ որ եկան տեղ չհասան փախան պատերազմի ընթացքում, դա ինձ այդքան չի հետաքրքրում։ Հիմա
ես ուզում եմ, որպեսզի ել ավելի կարևոր հարցի շուրջ մի հատ խոսեմ բոլորիդ հետ եւ խոսեմ սա ոչ թե միայն այլ իմ մարտական ընկերների անունից, մեր հրամանատարների անունից, մեր զինվորականների անունից։ Ալիևս վերջերս բավականին հորդորանքներ է անում եւ հիշում եք իմ վերջի ելույթի ժամանակ ես մի բան ասեցի, Ռուզանա ջան, ես ոչ թե արցարանում եմ, ես ուղղակի չեմ ուզում ասեմ, որ ներող կլինեք միտքս չեմ կտրի, շարունակեմ։ Ես չեմ ուրեմն ուզում, որպեսզի մեր հայերը իրար մասին վատը մտածեն, թող միշտ լավը մտածեն, դրա համար էլ ես անդրադառնում եմ տվյալ անձնավորությանը Արիանա Բազեյանին եւ ես պատրաստ եմ նույնիսկ եթե ինքը միանալ, լսի կամ չգիտեմ ինչ իրան ես իմ պատասխանը կտամ, ես չեմ էլ ուզում ներկայանամ շատ, թե ով եմ ես, ինչ եմ անում, ինչ եմ շնչում, ինչ եմ ուտում, դրա մասին չի խոսքը։ Մերն են իրանք, բոլորն են մերոնք, հասկանում եք, այսօր մենք պետքա, ոնց ասեմ, էլի, պետքա կարողանանք, հասկանանք մի բան, որ մեզ սպասվում է, մեր Սարդարաբադը, հասկացեք, ոչ թե վերջի կռիվը մեր պետքա լիներ 44 օրյա պատերազմի ժամանակ, որ կռիվ տվողը կռվավ, դավաճանողը դավաճանեց, թիկունքից խփողը թիկունքից խփեց, բայց հիմա պետքա բոլորս մի բան հասկանանք, որ սա մեր հերթական Սարդարաբադը պետքա լինի եւ մենք այս ճակատամարտում պետքա հաղթող դուրս գանք, պարտադիր ձևով։ Ես չգիտեմ, ես իմ արածի ու ավրածի մեջ մի բան գիտեմ, հասկանում եմ մի բան, որ մենք կարող ենք պարտադիր ձևով հաղթել եւ հետ բերել մեր կորուստները, մեր կորցրած հողերը եւ այն մեր տղաները, որ այսօր Եռաբլուրում եւ տարբեր բնակավայրերում, բոլոր բնակավայրերի, բոլոր, ուրեմն գերեզմանատներում կան մեր տղաների, ուրեմն գերեզմաները, բոլորի հոգիները պետքա վերևից փառավորված նայեն մեր կատարածին, մեր Սարդարաբադին, ոնց որ ասած ճակատամարտին, հաղթանակներին եւ այն արյունը, որ թափվեց Արցախում, պետքա պարտադիր հետ բերվի, ուրեմն Արցախը եւ մեր տղերքի արյունը պետքա թշնամին չտրորի ու այս հորդորումներին պետք է վերջ տանք մենք Ալիևյան, ովքեր որ վախենում են այսօր Ալիևից, ովքեր որ մեր բոլորիս պատվի հետ կարում են խաղան այսօր Ալիևի դուդուկի տակ տրնգի ապարելով, մենք այդ բանը այլևս թույլ չենք տա։ Արդեն իսկ այս վերջի հորդորումները, որ եղավ մեր ազատամարտիկների, մեր հրամանատարների, մեր զինվորների, աստորեն մոտարապես 50-100 000 մարդ պետքա դատապարտվի, ներկայացվի այդ դատավճիռները Ալիևին կամ էլ իրանց ներկայացնեն Ալիևին, բայց այդ պահանջներից զատ, ուրեմն ոչ մի տեսակի մեր ագնան, մեր պնան, ոչ մի տեղից ոչ մի տեսակ պատասխան չեն տա, որովհետև վախենում են, իսկ գիտեք ինչ կա, վախենալը դա ոնց ասեմ, էլի, վախկոտն է, որ էլի ուրիշի տրանգուտակ պետք է ապարի, այսպես մի բան կա։ Մենք այդ ազգը չենք եղել, չգիտեմ խի են մեզ վերագրում հենց մերոնք այդպեսի բնութագիր, դրան էլ վերջ կլինի, սենց շարունակվել չի կարա լինի, որովհետև արդեն դանակը ոսկորին հասած վիճակ է։ Ես այն անձնավորությունն եմ, որ էլի եմ ասում, ես եթե հանրապետությունից դուրս կամ, իմ համար մի քիչ շատ վտանգավոր կլինի, Ալիևը արդեն 2 անգամ ռոզիսկ է տվել ինձ, տերորիստ է համարել, ես ինչ արել, դա իր պրոբլեմն է։ Եղավ, իմ տեղը Ալիևն էլ գիտի, իմ ոնց են ասում, այդ ապրելու տեղն էլ գիտի, աշխատանքի տեղն էլ գիտեն, Ալիևի դուդուկի տակ պարողներն էլ։
Թող փորձեն ուրեմն վերցնեն ինձ, սարքեն գլխիս, փագելով գլնի ինչով գլնի տանեն Իրան։ Թող փորձեն, եթե հնարավոր է։ Մի անգամ ճիշտ ասած փորձն արվեց, սարքեցին գլխիս, դատեցին, եթե ասեմ ժողովուրդը խաբար լինի այդ մասին, ինձ մեղադրեցին, դատեցին իմ զենքի կորուստի համար, գողության համար, բայց զենքը մինչև այսօր չեն կարող հայտնաբերեն գտին։ Եվ ոչ մեկ չի մտածում, այդ ոնց եղավ, որ այդպես եղավ։ Սենց է։ Մեր երկրում ամենայն դեպս մենք մեզ տրամադրել ենք, որ կկարողանանք դիմանանք ամեն տեսակ ցավ ու դարդին, բայց այն ճանապարհը, որ մենք, ես, իմ ընկերների հետ, իմ այս սևակ աղբորս հետ, բոլորի հետ, այն է մեր ապարը, որ մահացավ էս մի քանի օր առաջ, իր հետ, իմ բոլոր մարտական ընկերների հետ, որ անցել ենք, Արարատ ջան, Խանոյան Արարատի մասն է խոսքս, որ անցել ենք, մեզ ոչ մի ճանապարհ, ոչ մի փուշ, ոչ մի, ասենք, ջարդված, չգիտեմ ինչ, մեզ չի կարենա հետ կանգնեցնի մեր բռնած ճամփից։ Մեր գործն արդար է, էլի եմ ասում։ Վերև Աստված, ներքև մեր բանակ, մեր ժողովուրդ, մեր զինվոր։ Մեր դավանանքն է սա, այո։ Ասել Նժդեհին, մենք ունենք այդ երկու դավանանքն, վերև Աստված, ներքևում մեր հայրենիքը, ուրիշ ձև չկա։ Եվ այս բանը մեզնից պարտավոր է սովորեն բոլոր այն ղեկավարները, ովքեր այսօր իրանց աթոռներից կառչելով մտածում են, որ աշխարհը պրծնելու է իրանց աթոռների մեջ, կյանքը վերջանալու է դրանով, այդպես չի։ Ամենայն դեպս ես մի բան գիտեմ, որ մենք պետք է բոլորս միասին պատրաստ լինենք ամեն ձևի, բայց այս ամեն ինչից զատ ես ուզում եմ խիստ ձևով անդրադառնամ նորից այն հարցին, որ երկու անգամ ես իմ եթերներում անդրադարձել եմ։ Ուրեմն մեր այս MÇՍ-ը որ կա, դրա նախարարին մտել է դա MVD-ի կազմի մեջ, ինչքան գիտեմ։ Լսեք ուշադիր, հարգելի, ուրեմն 911-ի աշխատակիցներ, ղեկավարներ, արագ ձևով կազմակերպեք ամբողջ հանրապետության տարածքում բոմբա ապաստարանների, ռմբա ապաստարանների կարգավորման կարգի բերեք, շենքերի տակի նկուղները բոլորը ազատել տվեք, սարքեք բոմբա ապաստարաններ։ Վերջապես ձեզ չի տրվել այն իրավունքը, որ ինչ-որ միտեղ հրդեհ պետք է լինի, գնաք այդ հրդեհը հանգցնեք, գաք, հետո ինչ-որ մեկի տան դուռը փակվի, զանգեն ձեզ, ասեն եկեք դուռս բացեք, ձեր աշխատանքը միայն դրա մեջ չի, կամ ավտովթարների ժամանակ գնաք մարդկանց մարմինները կտրեք, հանեք այդ մեքենաների միջից։ Ձեր աշխատանքը կայանում է նրանում, որ ցանկացած շենքի, ցանկացած բնակավայրի հարմար տեղերը դարձնեք ռմբապաստարաններ։ Դուք պատկերացրեք, Հայաստանը հակագազել չունի։ Վաղը մյուս օրը, եթե իրանք 44-րդ պատերազմի ժամանակ օգտագործել են ֆոսֆորային զենք, այդ ֆոսֆորային զենքը եթե հանկարծ օգտագործել մեր քաղաքների վրա, պատկերացնում եք, ինչ թունավոր գազերով է լցվելու ամբողջ քաղաքով մեկ, ինչով է պաշտպանվելու այդ ժողովուրդը դրանից։ Դրա համար արտակարգ իրավիճակների նախարարությանը պահանջում եմ ձեր աշխատանքները կատարեք բնակչության անվտանգության համար, որպեսզի չլինի այնպես վաղ խուճապ լինի եւ այս ժողովուրդը վազի չգիտեմ ուր, նայեք, տեսեք Իսրայելում, Բեյրութում, ասենք մյուս տեղերում ռմբակոծությունական մարդիկ մտել են պատվալները, ռմբակոծում են եւ հզոր այդ ռմբակոծությունների ժամանակ 1-2 հոգի մարդ կզոհվի խաղաղ բնակիչներից, թե չէ։ Բայց այդտեղ ինչ է լինելու, դու պատկերացնում եք էդի։
մեր մոտ ինչ ալնելու։ Ոչ մի տեղ ռմբապաստարան չունենք մենք։ Ով պետք է մտածի մեր ժողովրդի անվտանգության համար։ Սա իր երթին ես բանակից չեմ ուզում խոսեմ, որովհետև բանակի վրա, ինչ ճիշտ հասկացեք, ես բանակից եմ ասում, բանակի վրա ես վստահ եմ, ես մեր զինվորի վրա վստահ եմ, ես գրեթե ամեն շաբաթ ես շփվում եմ մեր զինվորների, մեր հրամանատարության հետ, սահման պահող տղերքի հետ, ես վստահ եմ իրանց վրա։ Գուցեև կլինի կյանքի գնով վստահ լինել, բայց վստահ եմ, նայեք ինչ եմ ասում։